Մենք հիշողության կերպարանքները գրավոր ժառանգության, պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները, միջազգային սեմինարի մասնակիցներս, Արա Խզմալյանը մայրաքաղաքում ընթացող հին ձեռագրերին նվիրված միջազգային սեմինարում առաջին անգամ հրապարակում է Երևանյան հռչակագրի տեքստը։ Մատենադարանում կազմած այս փաստաթղթով աշխարհին առաջարկում ենք մեր ձեռագրատունը դարձնել համագործակցության կենտրոն, ունեցած տեխնոլոգիական նորագույն հնարավորություններն օգտագործել, փրկելու, պահպանելու տարբեր ազգերի ու մշակույթների գրավոր ժառանգությունը։ Խիստ մտահոգիչ է, որ դարեր վերապրած պատմական գրերը կարող են ոչնչանալ մեր օրերում։ Նախաձեռնության դրդապատճառն է ներկայացնում ինստիտուտի տնօրենը։ Հատկապես կոնֆլիկտային կամ հետկոնֆլիկտային երկրներում, մեր հարևան երկրներում, մեզ մոտ երկրներում այդ ժառանգությունը վտանգվում է ամեն օր եւ կարծում եմ, որ այսօր Մատենադարանում ստեղծված նոր լաբորատորիաները, ենթակառուցվածքները, կատարելագործվող մասնագիտական ներուժը մեզ լիարժեք հնարավորություն են տալիս հավակնելու նման միջազգային դերակատարության եւ հանձնառության։ Աշխարհի 15 պետության 36 ռեստավրատորի միավորած հիշողության կերպարանքներ խորագրով հոբելյանական այս հավաքի շրջանակներում նախօրեին Մատենադարանում բացվել է նաև հատուկ արաբատար ձեռագրերի վերականգնման և ուսումնասիրության լաբորատորիա։ Դրանք տեսքով գուցե նման են հայկական բուժիչ պաշտպանիչ հմայելներին, բայց թղթի տեսակից մինչև հատկապես կազմ, վերականգնման գործում այլ պահանջներ ունեն, ասում են մասնագետները։ Մատենադարանի մեր արխիվներում ի դեպ 3800-ի կարգի արաբական, դրանց շարքում 1800 արաբատար ձեռագրերի բավական հարուստ ժառանգություն ունենք։ Ալիֆ հիմնադրամի շնորհիվ մենք կենտրոնացնում ենք մեր ուրեմն ուշադրությունը արաբատար ձեռագրերի մշտադիտարկման, ուսումնասիրման, ախտահանման, բուժման և նորոգման հարցերի շուրջ։ Թե հայատար ինչքան ձեռագրեր կան հարևան, հեռու մոտիկ տարբեր երկրներում, հստակ վիճակագրություն կունենանք, երբ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ պատրաստ լինի համահայկական շտեմարանը, ներկայացնում են Մատենադարանում։ Միաժամանակ բնակչությանը հորդորում սերնդեսերունդ իրենց փոխանցված գերդաստանի հին գրերը տանը չպահել, այլ ինստիտուտ բերել։ Չեն ուզում չնվիրեն, բայց գոնե ի պահ տան, որ սխալ խոնավության կամ լույսի պատճառով դրանք չփչանան։ Երևանյան հռչակագրի մասին սեմինարի ավարտին այն կուղարկվի նախորդ 15 հանդիպումների ընթացքում միավորված 145 միջազգային կազմակերպություններին, որ ստորագրեն միանան։ Նախնական փուլում սա չի ենթադրում որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն համակիրների շրջանում, բայց կարծում եմ, որ քայլ առ քայլ մոտեցնում է մեզ, որ մենք դառնանք գրավոր, միջազգային գրավոր ժառանգության, եվրոպական առաքելության իրականացման մեկ մարմին։ Մատենադարանը գրավոր ժառանգության պահպանման գլոբալ համագործակցության հարթակ դարձնելու Երևանի առաջարկը հնչեցված է։ Մշակութային մեր գերատեսչությունն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն արդեն հավանություն են տվել գաղափարին։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։